Այսօր ինչ հետաքրքիր չի, այլ ինչ սարսափելի է։ Այսքան հոծ բազմություն շատ հաճախ չես տեսնի Երևանում, Հայաստանում։ Նյու Յորքի մասին են ասում են, որ մարդկանց պետքա ճեղքես հազի, որ կարողանաս ճանապարհը շարունակես։ Այսօր իրականում այդպիսի վիճակ էր Երևանում ու այսօր ծառայել ենք եկեղեցում ու թեման եղել է Սուրբ Հոգու գալուստը, Սուրբ Հոգու ներկայությունը եւ ահա ոչ պատահականորեն հավանաբար ինձ հրավիրեցին միտեղ ու ես եկա քաղաքում տեսա այս տեսարանը։ Տեսեք ինչ սարսափեցնող է, ուղղակի օղ ու գինու շշեր ամենուրեք, ինչն է միաբանել էս հոծ բազմությանը, ալկոհոլը, ալկոհոլի հոգին, տեսնում ես հարբած երիտասարդներ, պատանիներ ու սարսափում ես, ասում ես, միթե այսքան արհավիրքից հետո Հայաստանում հնարավոր է այսպիսի մեծ հավաքույթ պետականորեն էլ կազմակերպած ու նայում եք այս աղբանոցը, այս շշերի բազմությունը, այս կեղտը ամենուրեք հարբած ես մարդկանց ու սարսափում ես ուղղակի տեսնելով այս ամեն ինչը։ Աստվածաշունչը հետաքրքիր մի բան է ասում. «Գինին տվեք դառնահոգիներին, օղին կորչողներին»։ Գիտեք ինչի համար, որովհետև նրանք դրանում են այդ իմաստը գտնում, որ իրենց սիրտը մի փոքր ուրախացնեն, մոռանան իրենց դառնությունները, բայց իրականում նրանք պետքա լցվեն Աստծո հոգով, որ բժշկվեն իսպառ եւ ոչ թե ուղակի մի առժամանակ մոռանան իրենց դառնություններն ու իրենց դարտերը։ Գիտեք մի խոսքել եմ ուզում կարդամ Աստվածաշնչից, Առակաց 23:31 ասում է. «Մի նայիր գինին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մեջ աչքով է անում, որ ուղիղ ինքն իրեն գնում է, նա վերջը ասում է օծի պես կկծի եւ իժի պես կծակի»։ Գիտեք, ասում է հարբածը հետո դարձյալ վեր է կենում, արթնանում է նորից այդ ալկոհոլն է փնտրում։ Իսկ Աստվածաշունչն ասում է մի արփենակ գինիով, այլ արփեցեք Սուրբ Հոգիով, որը կյանքի իմաստն է։ Մարդիկ գալիս են ալկոհոլով լցվում են, որ ինչ որ մի հետաքրքրություն գտնեն, իրականում նորից կթողի այդ ազդեցությունը ու նրանք էլի կհանդիպեն դառը իրականությանը։ Լցվեք Աստծո Սուրբ Հոգով ու կտեսնեք իրական ճշմարիտ կյանքի համն ու հոտը։ Ու սիրելներ, որպես ազգ եմ կոչ անում բոլորիդ, սրանում չի իմաստը։ Մենք այդքան դառը օրեր ունեցանք, պատերազմ, սարսափելի իրավիճակներ, սուկ, ու այս ամեն ինչից հետո ժողովուրդը միանգամից մոռացավ ու եկավ սկսեց հարբել։ Եկեք դառնանք Քրիստոսին ու Քրիստոսի շուրջ միաբանվենք, որ մեծ հոծ բազմություն լինի, հարցնենք ես ինչ հավաքույթ ասենք, բոլորով եկել ենք Քրիստոսին փառաբանելու, ստադիոններում, փողոցներում, ամենուրեք, փառք Տիրոջը։ Հավատում եմ, որ մի օր այդ ամեն ինչը կլինի Հիսուսի անունով, ամեն։